Իրանց այս ֆիլմը պետք չէր ընդհանրապես։ Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը, որը պատմում է Հայաստանի անկախացման դժվար ճանապարհի մասին, չի ցուցադրվի։ Արդեն 5.5 տարի է անկախության մեր ճանապարհը վավերագրական ֆիլմը հանրային հեռուստաընկերության պահոցում է։ Օրերս դրա հետագա ճակատագիրն արդեն դատարանը վճռեց, ճանաչելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության բացառիկ գույքային իրավունքները դրա նկատմամբ, իսկ Տիգրան Պասկևիչյանին արգելվեց ֆիլմի օգտագործումը։ Իրանց այս ֆիլմը պետք չէր ընդհանրապես, իրանց պետք չի որ խոսվի, որ այս երկիրը քայլ առ քայլ դարձել է երկիր։ Եթե այդ բանը խոսվի, եթե այդ մասին անընդհատ խոսվի, ասվի, մարդիկ պետք է հասկանան, որ իրանք եկել ու քանդել են, ինչ որ ուրիշ մարդիկ ստեղծել են, ասենց բանի բրնձի հատիկներով հավաքելով։ 58 րոպեանոց ֆիլմը պատմում է Ղարաբաղյան շարժումից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն ընկած ժամանակահատվածում կատարված իրադարձությունները։ Պասկևիչյանի խոսքով ֆիլմի գաղափարը վաղուց է եղել, սակայն մշտապես բաց է եղել ֆինանսավորման հարցը։ Անկախության հռչակագրի 30-ամյակին ընդառաջ 2020 թվականի մայիսին նման վավերագրություն ստեղծելու առաջարկ ըստ Պասկևիչյանի արել է այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց ֆինանսական հարցերի պատճառով իրագործումը հետաձգվել է։ Որոշ ժամանակ հետո ինձ ասացին, որ կարող է այդ ֆիլմը պատվիրել հանրային հեռուստաընկերությունը, ասի շատ լավ։ Պատվիրեցին, ես սկսեցի անել, այդ ֆիլմը սկսեց գնալ առաջ եւ այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ 2020 թվականի դեկտեմբերին ֆիլմն արդեն պատրաստ էր, սակայն Պասկևիչյանն ինքն է առաջարկել, որ այդ օրերին չցուցադրվի։ Պայմանագրով 4.2 միլիոն դրամ բյուջե ունեցող ֆիլմի հեղինակային իրավունքներն ամբողջովին պատկանում են հանրային հեռուստաընկերությանը։ Պասկևիչյանի խոսքով իրեն հավաստիացրել են, որ հեռարձակվելու են մուլտիպլեքսով, ինչպես նաև տարածելու YouTube-ով։ Արվա մեջ եղել է առնվազն ամեն տարի 3 առիթ, որ այդ ֆիլմը կարող էր հանրայինը ցույց տալ։ Դա Ղարաբաղյան շարժման սկզբի օրն է, դա հռչակագրի օրն է, անկախության օրն է եւ բացարձակապես ոչինչ չարվեց։ Եվ ես սպասեցի մինչեւ 35-ամյակներ 23 թվականին Ղարաբաղյան շարժման, տեսայելի ցույց չի տրվում, դիմեցի տնօրենին հանրային հեռուստաընկերության, ասի, լսեք, եթե դուք ցույց չեք տալիս, միգուցե ինչ որ ձևով պայմանավորվենք, ինչ որ պայմանագիր փոխենք։ Ֆիլմի հեղինակի խոսքով իր այդ գրավոր դիմումին որևէ պատասխան չի ստացել։ 5 տարվա ընթացքում անպատասխան է նաև գլխավոր հարցը՝ ինչու չի ցուցադրվում ֆիլմը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետքա անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու ժողով ջան, որովհետև անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Գուցե վարչապետի նմանօրինակ խոսույթն է ոչ պաշտոնական հրահանգ հեռուստաընկերությանը։ Նիկոլ Փաշինյանը մի հատ լայվ է մտնում, մի բան ասում է, մարդիկ դա ընդունում են որպես ուղիղ հրահանգ։ Այդ հրահանգները չի լինում գրավոր ձևով, ստորագրված, բլանկի վրա։ Մոռանանք լրիվ մեր ամբողջ պատմությունը, ինչա իրան խաղաղության պայմանագիր են կնքում։ Պասկևիչյանը պայմանագրով որևէ իրավունք չի ունեցել ֆիլմի տնօրինման մասով։ Այս տարիների ընթացքում փորձ է արվել նաև հետ գնելու հեղինակային իրավունքները։ Այդ ֆիլմը գնենք, նույնպես կոնֆլիկտը Իսկ ինչ պատասխան եք ստացել։ Բարձր մտածեն, դասեն, չեմ Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացված հայցի հիմքում դրվել է Պասկևիչյանի կողմից անկախության մեր ճանապարհը վավերագրական ֆիլմի անցած տարվա մայիսին ՀԱԿ գրասենյակում ցուցադրությունը։ Դատարանի վճռից հետո արգելվում է նաև նման ցուցադրությունները։ Բացի այդ, դատական ծախսերի համար Պասկևիչյանը պարտավորվում է վճարել 40,000 դրամ։ Վերաքննիչ բողոք նա չի ներկայացնի։ Նշում է՝ իմաստ չունի։ Ֆիլմի հեղինակը Facebook-յան էջում 3 կոշտ գրառում էր կատարել, որում հիշատակել էր նաև հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարփինյանին։ Նրա խոսքով չցուցադրելու որևէ հրահանգ չի եղել։ Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Պասկևիչյանն այն չի ավարտել նախատեսված ժամկետում, մինչև 2020 թվականի օգոստոսի 23-ը։ Գրառման հետ կապված զազրախոսությունը, ամբաստանությունը, բանսարկությունը մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Կա դատարանի վճիռ, որով բավարարվել է հանրային հեռուստաընկերության հայցը։ Հանրային հեռարձակողի խորհուրդը որևէ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացին։
Խորհուրդը չի կարող ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար շրջանցել դատարանի վճիռը եւ պարտադրել հանրային հեռուստաընկերությանը ցուցադրել նրա ֆիլմը։ Ի վերջո, ինչու է պահոցում մնացել ֆիլմը, որը պատրաստ է արդեն 5 տարի եւ որի համար հարկատուների միջոցներից սնվող հանրային հեռուստաընկերությունը վճարել է ավելի քան 4.2 միլիոն դրամ։ Այս եւ ոչ միայն այս հարցերի պատասխանները ստանալու համար Ֆակտոր TV-ն դիմեց հեռուստաընկերությանը, սակայն մեծ հորդորոցին գրավոր հարցում ուղարկել։ Դրա պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։